Մենք այսօր շատ մի հատ հետաքրքիր օր ենք հուսանք ունենալու, Պոմպեյ ենք գնալու, բայց մենք հիմա իջել ենք Նեապոլ։ Նեապոլսա ասում, չգիտեմ ինչի, բայց ես գիտեմ, որ հայերեն Նեապոլ է դա։ Կճշտեմ մի հատ իրականում հայերեն ոնց է հնչում, Նեապոլ կարծեմ։ Անգլերեն Նեապոլս են ասում բոլորը։ Ճանապարհին մենք պետք է ճշտենք Նեապոլա թե Նեապոլսա, հենց որ կներեք մեզ։ Ինտերնետ չունեմ, որ մի հատ տպեմ բոլոր հարցերը լուծվի։ Նավի մեջ ենք։ Դուրս ենք գալու այս ընդամենը 20 րոպեից։ Տեսեք ինչ հնագույն բերդ է գծված երևում։ Ավտոների կանգառն է, պարկինգն է ներքևում, և մի հատ լավ սիրուն բերդ է ստեղ։ Մենք այսօր եկել ենք Նեապոլս, դեռ չենք իջել նավից, դա 20 րոպե հետո կհայտարարի։ Օգոստոսի 24-ն է այսօր գիրագի է։ 20 րոպե հետո կհայտարարի և մենք նավից կիջնենք։ Այսօր էքսկուրսիա ունենք, են էլ ինչ էքսկուրսիա։ Ամբողջ 9-10 ժամանոց էքսկուրսիա է, ու ես չգիտեմ նավին կհանձնեմ թե չէ, մի քիչ վախեր կան, որովհետև նավից չեմ վերցրի էքսկուրսիան, դա նշանակում է, որ եթե մենք հանկարծ աստվածյանի ուշանանք, նավը մեզ չի սպասելու, բայց էքսկուրսիան 3 լավ տեղեր են։ Պոմպեյի քաղաքն է, Վիզուվսարն ենք բարձրանալու և Հերակլեսի քաղաքը։ Ասում են, որ Հերակլեսի քաղաքը ավելի լավ է պահպանված իրականում, քան Պոմպեյը, բայց Պոմպեյը շատ ավելի famous է, ավելի հայտնի, անպայման Պոմպեյը մտնելու ենք իհարկե։ Տեսնենք։ Ցենց դուրս եկանք, մտանք այս իրանց տերմինալը, ու ցենց դուրս ենք գալիս միանգամից քաղաք։ Նեապոլում ենք մենք այսօր։ Մեծ օրենքով պետքա դիմավորեն ստեղ, տաքսիների տեղը ասեց, որտես դուրս գալուց։ Հիմա տեսնենք մեզ կդիմավորեն, թե չէ։ Ցենց դուրս ենք եկել միանգամից, Ռոմի պապը մեզ դիմավորում է, հեսա նայեք։ Տարբեր լեզուներով գրած է, ինչ որ։ Ես ասի կարող է հայերեն է լինի սխալվի։ Արի ես կողմ։ Սեղա ավելի լավ է։ Ռոմի պապը հենց դուրս եկանք, միանգամից մեզ դիմավորեց, դեռով է անում մեզ։ Հիմա գնում ենք Պոմպեյ։ Տևում մեր նամն է, տեսնում եք, այս տերմինալով դուրս եկանք միանգամից, ստեղ լիքը տաքսիներ են կանգնած, գրված է տուրեր կան, այնա մինիբասերը հավաքվում են, մարդկանց տանում են, ուր ուզում են, վիատորներ են ստեղ կանգնում։ Մի խոսքով ստեղ բավականին տարբերակներ կան առանց կարնիվալի էքսկուրսիաների ճանապարհորդությունը լավ կազմակերպելու համար։ Այս բերդն էինք վերևից մենք նկարում։ Հիմա ավելի լավ է երևում։ Առավելություններից մեկը այն է, որ նավը հենց նավից իջնում ես միանգամից նայեք քաղաքն է։ Այդտեղ երևի արդեն էս ինչ է, այդտեղ ինչ կա։ Ու հենց դուրս ես գալիս, միանգամից դիմաց այդ քաղաքը դուրս է գալիս իր գեղեցկությամբ։ Մի հատ սենց վրանք է սպորտում։ Մեր ուղղությունն է, մենք 7:30 ինչպես միշտ բան ենք, առաջինն ենք լինում, երբեք չենք ուշանում։ Հիմա ժամանակ ունենք, մի քիչ այս մասը ման գանք։ Նապոլի։ Սելբերտնա։ Հիմա լես սիրուն բերդի մոտ նկարվեցինք, ակի ինտերնետ չունեմ, որ հիմա դնեմ, եվաս պետք է սպասենք եվաս մի։ Մենք այս նույն քաղաքում մի շաբաթ հետո նորից հնարավորություն կունենանք լինելու, ու այս անգամ մենք այդ բերդի մեջ մտանք հատուկ բավականին մանրամասն այդ բերդը ես նկարել եմ,
հետագա այն վիդեոներում ես կդնեմ, դուք կտեսնեք, այս բերդի մասին է խոսքը։ Okay, so first things first, we're going to another pickup point to pick up 3 more people. So it's a small group today. So some of you, just to calm you down, were asking about tickets and stuff like that. Այդ նավահանգստում մենք հանդիպեցինք մեր տուրի գայդին, փոքր մինիվենով էինք, մոտավորապես 15 հոգանոց, 14 հոգանոց մինիվեն էր։ Մենք այդ մինիվենով հիմա սկսեցինք մեր ճանապարհորդությունը, 3 կարևոր տեղեր ունենք գնալու՝ Հերակլեսի քաղաքը, Պոմպեյ եւ Վիզուվի սարն ենք բարձրանալու։ Այս տուր կամփանիից մենք առաջի անգամ ենք օգտվում, բայց այն շատ մեծ տարածում ունի Ամերիկայում։ Եվ ես որոշեցի այս անգամ ռիսկ անել եւ իրենցից վերցնել տուրը։ Ռիսկ եմ անում ինչի համար, որովհետեւ երբ որ ուրիշ տեղից ես տուրը վերցնում ու հանկարծ ինչ պատճառներով հանկարծ ուշանում ես ժամանակից, իսկ նավը որոշակի ժամանակով է կանգնում նավահանգստում, նավը քեզ չի սպասում։ Իսկ երբ որ տուրը վերցրած ես լինում նավի միջից, նավի առաջարկած տուրերից, նույնիսկ եթե ինչ-որ պատճառներով ուշանում է ավտոբուսը, նավը, ամբողջ նավը սպասում է, երբ որ մինչև վերջի ուղևորը գալիս է, նոր է շարժվում։ Պարզապես նավի էքսկուրսիաները երբեմն ավելի թանկ են լինում, մոտ 30%, ու խնայողության համար փորձում ենք վերցնել նաև այլ տեղերից էքսկուրսիաներ։ Ես անհանգստանում եի նաև նրա պատճառով, որ այս տուրը բավականին ծավալուն տուր է, 3 տեղեր ասեցի արդեն ներառում, Հերակլեսի քաղաքը, Պոմպեյը եւ Վիզուվ սարը, իսկ կարնիվալը այդպիսի տուր չուներ, որ 3-ը միասին լիներ։ Դրա համար անհանգիստ էի, թե արդյոք կհասցնենք, թե չէ, բայց փառք Աստծո, վերջում բարձվեց, որ ամեն ինչ բարեհաջող հասցրեցինք ու շատ լավ անցավ։ Հերկուլանիումը հին հռոմեական քաղաք է, այն գտնվում է Նեապոլից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա, Վիզուվ լեռան մոտ, Վիզուվ լեռան ստորոտում, եւ ինչպես հայտնի է, եւ Պոմպեյը եւ Հերկուլանիումը ավերվել են եւ թաղվել են հրաբխային մոխրի եւ ցեխի տակ Վիզուվ լեռան աղետալի ժայթքման ժամանակ։ Հերկուլանիումի անունը չգիտեմ, գուցե նրանից է, որ ըստ լեգենդի ասում են, որ հիմնադրվել է հույն հերոս Հերկուլեսի կողմից։ Տարբեր բաներ են գրված, չեմ կարող ասել ճիշտը որն է, ինտերնետում կարող եք կարդալ, եթե հետաքրքիր։ Հերկուլանիումը Պոմպեյից ավելի փոքր քաղաք էր, բայց նա ավելի հարուստ քաղաք էր համարվում եւ հռոմեական էլիտայի համար հայտնի էր որպես ծովափնյա հանգստավայր։ Երկու քաղաքներն էլ ավիրվել են 79 թվականի Վիզուվի հրաբխի աղետալի ժայթքման ժամանակ։ Բայց ի տարբերություն Պոմպեյի, որը թաղված էր հրաբխային մոխրի հաստ շերտի տակ, Հերկուլանիումը ծածկված էր պիրոկլաստիկ հոսքով, տաք գազի եւ հրաբխային նյութի արագ շարժվող հոսանքով։ Սա հանգեցրել էր բացառապես պահպանված վիճակի, որտեղ քաղաքի փայտե կառուցվածքներից, օրգանական նյութերից, բարդ որմնանկարներից եւ խճանկարներից շատերը մնացել էին անվնաս։ Հիմա մենք առաջինը գնում ենք Հերկուլանիումը։ Հերկուլանիումը ինձ թվում է ավելի մոտ է գտնվում Նեապոլին։ Հետո դրանից հետո նոր գնալու ենք բարձրանանք Վիզուվ սարը եւ երրորդ կանգառը մեր լինելու է Պոմպեյը։ Տիկետները առնելու տեղն է։ Մտնում ենք տիկետները։ Տիկետների համար։ Որպեսզի վիդեոն չծանրաբեռնվի, ես Հերկուլանիում քաղաքի տեսաֆիլմը կդնեմ հաջորդ օրը, իսկ այստեղ ուղղակի կցրեցի այն նկարները, որոնք Հերկուլանիումին մենք նկարել ենք։ Շատ հետաքրքիր քաղաք էր։ Ավանդույթին համաձայն Հերկուլանիումը հիմնադրվել է Հերկուլեսի կողմից Իսպանիայից Հունաստան վերադառնալու ճանապարհին։ Քաղաքը շատ ավելի փոքր է, քան Պոմպեյը։ Այս քաղաքը հայտնի է նրանով, որ ավելի լավ է պահպանվել, քան Պոմպեյը, չնայած այն հրաբխին ավելի մոտ է։ Սա հիմնականում պայմանավորված է, որ ժայթքումը քաղաքներին հարվածել է տարբեր ձևով։
Բայց եւ Պոմպեյ քաղաքը եւ Հերկուլանիումը ավիրվել են Վիզուվի հրաբխային ժայթքման հետևանքով։ Հերկուլանիում քաղաքի մոտավորապես 20-30%-ն է միայն ուսումնասիրված, պեղումներ են կատարել այստեղ, մնացած մասը դեռ պեղված չի, քանի որ գտնվում է այս շենքերի տակ։